Պուտինը Լարսի վերաբերյալ նոր օրենք է ստորագրել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի ՌԴ քաղաքացիներն այլևս չեն կարողանալու հատել վրաց-ռուսական վերին Լարս Կարզբեկի անցակետն առանց նախապես ժամի և ամսաթվի ամրագրման։ Ալիքջիի փոխանցմամբ գրում է Business Press News-ը։ Ընդգծվում է, որ սահմանում գործարկվող էլեկտրոնային հերթերի համակարգն այս փուլում պարտավորեցնում է միայն բեռնատարների վարորդներին նախապես ամրագրել Ռուսաստանի սահմանը հատելու ամսաթիվը և ժամը։ Հարկ է նշել, որ օրենքը ուժի մեջ է մտնելու այսօրվանից։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում ավտոճանապարհների և ճանապարհային գործողության մասին օրենքում փոփոխությունների նախնական տարբերակում նշված չէր, թե տրանսպորտային որ տեսակի վրա է տարածվելու այս։ Տելեգրամի ալիքներում խուճապ է սկսվել։ Ռուս օգտատերերը վստահ են, որ նոր օրենքը իրականում կապված է Ռուսաստանում մոբիլիզացիայի հերթական ալիքի հետ։ Պետդումայի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված և Պուտինի ստորագրած փաստաթուղթը, սակայն, ներառում է առանձին հոդված, որը կարգավորում է սահմանին ժամանակի վերապահումը միայն առևտրային բեռնատարների համար։ Նոր համակարգը չի վերաբերվի ՌԴ-ի բոլոր սահմաններին, այն կգործի այն հատվածներում, որտեղ հերթերի խնդիր կան։ Օրենքը սահմանում է սահմանային անցակետերի ցանկ, որտեղ միջազգային բեռնափոխադրումների բեռնատար մեքենաները պետք է անցնեն հերթի էլեկտրոնային գրանցում։ Մասնավորապես, խնդրահարույց սահմանների կետերից են Չինաստանի հետ Զաբայեկա, ռուս-վրացական սահմանը, վերին Լարս Կազբեկն Ադրբեջանի հետ Յարակ-Կազմալյարը։